Ժամանակակից սարքավորումները, տեխնիկան, արհեստական բանականությունը դրդում է տնտեսությունը շարժվել նոր մոտեցումներով, նոր պատկերացումներով։ Նախկին մոտեցումները, նախկին նաև խնդիրները ամբողջությամբ փոխվել են, քանի որ նոր ժամանակակից տնտեսությունը ավելի դինամիկ է, նորարարական եւ նոր բարձունքներ է ինքը զբաղեցնում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերտ հետազոտական կենտրոնի վերլուծությունը, որը նվիրված է ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստան Հանրապետությունում, դրված էր խնդիր ուսումնասիրել ժամանակակից նորարարական բիզնեսը, ստարտափ բիզնեսը, որը թույլ է տալիս տնտեսության մեջ որակական փոփոխություններ բերել։ Ցանկացած երկրի համար շատ կարևոր է ստարտափները, որոնք լուծում են ոչ միայն տնտեսական խնդիր, այլ նաև բարեկեցության հարցն են բարձրացնում եւ նաև լուծում են միջին խավի ձևավորման կարևոր խնդիրներից մեկը։ Ստարտափների զարգացումը ներկայումս կախված է բազմաթիվ գործոններից։ Դրա համար ամենակարևորը անհրաժեշտ է ունենալ էկոհամակարգ, ստարտափ էկոհամակարգ, որը այն միջավայրն է, որտեղ ծնվում են ստարտափներ, որտեղ ծնվում է գաղափարը, մշակվում է, ձևակերպվում է, կյանքի է կոչվում։ Առհասարակ ստարտափի հետ կապված տարբեր մոտեցումներ, տարբեր այսպես սահմանումներ գոյություն ունի, սակայն ամենաընդհանրական սահմանումը կայանում է նրանում, որ ստարտափը նորարարական բիզնես է, որը անընդհատ աճի մասշտաբի միտված գործունեություն է իրականացնում։ Ստարտափը սահմաններ չունի, ստարտափը երկրից դուրս է գործում, իր ամբողջ շուկան համաշխարհային տնտեսությունն է եւ փորձում է բավարարել ամբողջական պահանջարկը եւ նա միտված է անընդհատ աճին, այսինքն անընդհատ սպառողների ավելացմանը։ Անշուշտ սա բավականին դժվար է իրականացնել, քանի որ բազմաթիվ գործոններ են ազդում ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային տնտեսական գործընթացների վրա։ Նշեմ նաև, որ ամեն օր օրական մոտ 137,000 ստարտափներ է ստեղծվում աշխարհում եւ ներկայումս մոտ 150 միլիոն ստարտափներ արդեն իսկ գործում են։ Ստարտափների ծնունդը եւ այսպես նաև գործունեությունը եւ դադարեցումը եւ հաջողությունը շատ արագ է տեղ ունենում եւ դրանով պայմանավորված մենք պետք է որոշակի հետեւություններ անենք եւ նաև գնահատենք դրա հեռանկարները հենց բուն Հայաստան։ Նախ նշեմ, որ ստարտափ էկոհամակարգը իրենից ներկայացնում է առանձին բաղադրիչներից կազմված ամբողջություն, որտեղ իր մեջ ներառում է կրթական բաղադրիչը, ֆինանսավորման բաղադրիչը, կազմակերպչական, տարբեր տեխնոլոգիական ակսելերատոր եւ այլ ծրագրեր, որոնք կոչված են այս ստարտափ գաղափարը կյանքի կոչել։ Էկոհամակարգի մասով նշեմ, որ գոյություն ունի համաշխարհային մի զեկույց, որը կոչվում է StartLink։ Ամեն տարի այդ զեկույցի համաձայն ներկայացվում է համաշխարհային ստարտափ ինդեքսը, որը գնահատում է աշխարհի 100 երկրների 1000 քաղաքները։ Այդ ինդեքսում առաջատար դիրքում է գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգները, երկրորդում Մեծ Բրիտանիան է, երրորդում Իսրայելը։ Նշեմ, որ Հայաստանը Հարավային Կովկասի երկրներում գտնվում է երկրորդ դիրքում, զիջելով միայն Թուրքիային։ Սա կարծում եմ կարևոր ձեռքբերում է, հաշվի առնելով այն, որ Հայաստանը ունի բավականին լուրջ մարտահրավերներ, քաղաքական, անվտանգային եւ այլն, եւ այս պայմաններում երկրորդ դիրքը նույնիսկ ունենալը կարծում եմ շատ կարևոր ձեռքբերում է, սակայն այս սրանով մենք չպետք է բավարարվենք եւ պետք է ավելի զարգացնենք եւ խնդիրները լուծենք։ Մեր ուսումնասիրության շրջանում բացահայտել ենք մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Նախ եւ առաջ նշեմ, որ ստարտափ հասկացությունը ներկայումս Հայաստանի օրենսդրությամբ սահմանված չէ եւ շատ հաճախ ստարտափ ասելով նկատի ենք ունենում IT ոլորտ, որը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ ստարտափը ինքը նորարարական բիզնես է, մասշտաբային բիզնես է եւ դա կարող է ընդգրկել նաեւ գյուղատնտեսության ոլորտը, ծառայության այլ ոլորտները։ Հետեւաբար մենք չենք կարող ստարտափը սահմանափակել միայն IT ոլորտով եւ մեր օրենսդրության այս բացի պայմաններում ստարտափի նկատմամբ չեն կարողանում իրականացնել հասարակական քաղաքականություն, որը կարևոր խոչընդոտներից մեկն է։ Երկրորդ խնդիրը դա տեղեկատվության սակավությունն է եւ բացակայությունը։ Ստարտափ գործունեության իրականացնելու համար շատ կարևոր է տեղեկատվության հասանելիությունը։ Վենչուրային հիմնադրամների, հրաժեշտակային ներդրողների, պետական ծրագրերի այս տեղեկատվությունը թույլ է տալիս նորարարական գաղափարները
գտնեն իրենց ֆինանսավորումը եւ իրականացումը։ Այս տեղեկատվությունը Հայաստանում շատ ցրված է ներկայացված եւ շատ հաճախ հախուռն, որը թույլ չի տալիս գաղափար ունեցողին գտնել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը։ Երրորդ կարևոր խնդիրը կայանում է նրանում, որ պետությունը ինքը խնդիր չի դնում ստարտափների համար։ Շատ հաճախ կամ բազմաթիվ երիտասարդական խմբեր, ինչպես համալսարաններում, այնպես էլ համալսարաններից դուրս, որոնք պատրաստ են խնդիրներ լուծել։ Նրանք պետք է իմանան ինչ խնդիր ունի այս պահին օրինակ պետությունը, մասնավոր հատվածը եւ իրենք փորձեն այդ խնդրի լուծման ուղղված նորարարական գաղափար ստեղծել։ Այդ խնդիրների ներկայացումը կարծում եմ եւս պետության կարևոր գործառույթներից մեկն է եւ ինքը պետք է այդ ինֆորմացիան եւս հասցնի կոնկրետ ստարտափների հեղինակներին կամ իրականացնողներին։ Կարևոր խնդիրներից մեկը մնում է նաեւ բուհական կրթությունը։ Մեր բուհերը ցավոք սրտի չեն պատրաստում մեծամասամբ բիզնեսմեններ, ձեռնարկատերը, իրենք ավելի շատ պատրաստում են աշխատողներ, որը ժամանակակից տնտեսության պարագայում քիչ է։ Մենք պետք է պատրաստենք կադրեր, որոնք ձեռնարկատեր են, որոնք բիզնեսմեններ են, որոնք ունեն պրակտիկ գիտելիքներ, որոնք կարող են ստեղծել բիզնես նույնիսկ ուսանողական տարիներին, գաղտնիք չէ։ Համաշխարհային բազմաթիվ հաջողակ այսպես ստարտափներ ստեղծվել են հենց համալսարաններում, դրա վառ օրինակը ամերիկյան համալսարաններն են, նույնիսկ օրինակ առանձին համալսարաններ, օրինակ Չեխիայում այդպիսի համալսարան կա, որ իրենց ուսանողների ավարտականների համար նախատեսված է կոնկրետ ստարտափ հիմնելը, այսինքն նրանք ստարտափով են իրենց ավարտական աշխատանքը ամփոփում։ Սա խոսում է այն բանի մասին, որ համալսարանական կրթությունը ուղղված է դեպի բիզնեսի ստեղծումը, դեպի նորարարությունը։ Եվ այս առումով մենք բավականին անելիք ունենք, որ մեր համալսարանական կրթությունը բերենք դեպի գործարար դաշտ, կապենք գործարար խնդիրների հետ։ Կարևոր խնդիրներից մեկն է նաև կայանում է վենչուրային հիմնադրամների գործունեության թե զարգացվածությունը եւ առանձին դեպքերում կարող ենք ասել пассивությունը։ Հայաստանում կան վենչուրային հիմնադրամներ, որոնք ֆինանսավորում են ռիսկային բիզնես նախագծեր, ստարտափներ։ Սակայն այս հիմնադրամների գումարները բավականին փոքր են։ Մասնավոր հատվածն է հիմնականում ներգրաված, իսկ մասնավորի գումարները մի քանի միլիոն դրամի է հասնում տարեկան, որը չի կարող լուծել կարևոր ստարտափ ֆինանսավորման հարցը։ Առհասարակ ստարտափ գործունեության հիմնական այսպես գործիքներից մեկը այսպես առատ ֆինանսավորումն է։ Ինչպես է միջազգային փորձը վկայում, որ ֆինանսավորվում է տասնյակ նախագծեր եւ այդ տասնյակ նախագծերից մեկը հաջողելու պարագայում փակում են մյուսի վնասները, այսինքն նրանք պետք է աշխատեն քանակի վրա, որպեսզի կարողանան որևէ մեկը հաջողելու պարագայում փակեն մյուսների ծախսերը։ Իսկ մեր իրականության մեջ տարեկան 1-2 այսպես նախագծեր են նրանք կարողանում ֆինանսավորել, նախ քանի որ գաղափարներն են պակաս, սա եւս եւ երկրորդը ֆինանսական ռեսուրսների հետ կապված ունենք բավականին լուրջ խնդիրներ։ Կարևոր խոչընդոտներից մեկը մնում է մեր օրենսդրության անկատարությունը եւ մեր դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, քանի որ միջազգային ներդրողները իրենց գումարները հակված են դնել այնպիսի երկրում, որտեղ օրենսդրությունը լինի կանխատեսելի, երկարաժամկետ առումով եւ նաեւ նրանք ունենան իրենց իրավունքների պաշտպանության արդյունավետ դատական պաշտպանության եղանակներ։ Օրինակ Հայաստանում ստեղծվող բազմաթիվ ստարտափներ, երբ որ ցանկանում են լրացուցիչ գումարներ ներգրավել եւ այդ գումարների անշուշտ աղբյուրը գտնվում է դրսում, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Մեծ Բրիտանիայում, մեր ստարտափներին ստիպում են, որ իրենք կազմակերպություն բացեն, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հատկապես հայտնի է Դելավեր նահանգը, Դելավերում բացում են կազմակերպություն եւ ֆինանսավորումը իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծված կազմակերպության եւ այդ կազմակերպությունը այսպես աշխատավարձերի ծախսերը ուղարկում Հայաստան ընդամենը, իսկ ամբողջ շրջապտույտը շրջանառությունը ստարտափի տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչու են դա այդպես անում, քանի որ նրանք Հայաստանի օրենսդրության տեղյակ չեն եւ նաեւ բավականին այսպես մտավախություններ ունեն արդարադատության մասով եւ նրանք ստիպում են, այսպես առաջարկում են, որ եթե ուզում եք ներդրումներ ստանալ դրսից, ուրեմն եկեք ձեր կազմակերպությունը վերագրանցեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում եւ այլն։ Սա կարծում եմ Հայաստանի պարագայում եւ ստարտափների զարգացման պարագայում բավականին մտահոգիչ
կարող ենք ասել իրավիճակ է ստեղծում։ Այս խնդրի լուծմամբ նաև տարբեր այսպես արդյունավետ եղանակներ կան։ Օրինակ նույն Ղազախստանը ազատ տնտեսական գոտի է ստեղծում եւ այդ ազատ տնտեսական գոտում կիրառում է British law-ն, օրինակ անգլիական օրենքը, որը ներդրողի համար հասկանալի է, որը ներդրողի համար կանխատեսելի է։ Ինքը չգիտի ղազախական օրենքը, հայկական օրենքը, ինքը գիտի բրիտանական օրենքը եւ այդ օրենքն է կիրառում այդ ազատ տնտեսական գոտում։ Այդպիսի ազատ տնտեսական գոտի կա նաև օրինակ Դուբայում, որը ստարտափների համար բավականին լավ տարբերակ է եւ Հայաստանում նույնիսկ ստեղծող մի շարք ստարտափներ իրենց գործունեությունը վերագրանցում են Դուբայում, որպեսզի կարողանան զարգացնել, հա, իրենց տնտեսական գործունեությունը, իրենց խնդիրները լուծեն Դուբայում ֆինանսավորում ապահովելու միջոցով։ Ստարտափ գործունեության ուսումնասիրության արդյունքում նաև մենք արձանագրել ենք, որ այս ոլորտը բավականին արտաքին գործոնների ազդեցության տակ է գտնվում։ Հատկապես 2022-23 թվականներին նկատվեց դեպի Հայաստան ստարտափների հոսք, ինչը արտահայտվեց հատկապես IT ոլորտում նոր ստեղծվող կազմակերպությունների աճով։ Մասնավորապես ռուսական կապիտալը, ռուսական ընկերությունները Հայաստանում սկսեցին բիզնեսներ ստեղծել եւ մեր ուսումնասիրության շրջանակում մենք արձանագրեցինք, որ բավականին կտրուկ աճ ենք ունեցել 2022-23 թվականի ընթացքում մոտ 3 անգամ ավելի շատ կազմակերպություններ են բացվել IT ոլորտում, քան նախկին շրջանում եւ ունեցել ենք մոտ 50-ից 40% աճ նաեւ IT ոլորտում։ Այս գումարները անշուշտ շատ կարևոր են մեր ոլորտի զարգացման համար, հա, IT ոլորտի զարգացման համար, սակայն սա երկարաժամկետ բնույթ չունեցան, քանի որ ինչպես այս արտաքին գործոնները հայտնվում են, այնպես էլ անհետանում են, հա, մեկ օրվա ընթացքում։ Հետևաբար մենք պետք է մտածենք այդ էկոհամակարգի զարգացման մասին, որը թույլ կտա անընդհատ ստարտափներ ստեղծել, այդ ստարտափները պահել Հայաստանում եւ այդ ստարտափների այսպես պրոդուկտները վաճառել ամբողջ աշխարհով։ Հայաստանը այդպիսի հաջողված փորձեր ունի, ի տարբերություն մեր տարածաշրջանի մյուս երկրներին, Հայաստանում կան ստարտափ մի շարք ընկերություններ, որոնց արժեքը 1 միլիարդ դոլարից ավել է, որը ի դեպ նույն մեր հարևան Վրաստանը եւ Ադրբեջանը չունեն այդպիսի կազմակերպություններ։ Այդ կազմակերպությունների փորձը վկայում է, որ Հայաստանում կարող են ստեղծվել բավականին լավ գաղափարներ, որոնք միջազգային ճանաչում ունեն, միջազգային նաև իրացում կարող են ունենալ։ Եվ նաև մեր ուսումնասիրության ընթացքում արձանագրել ենք, որ հետաքրքիր ստարտափ գաղափարների հեղինակները ծնվում են կամ դուրս են գալիս այդպիսի խոշոր կազմակերպություններից, այսինքն մասնագետը, որը աշխատում է այս կամ այն կազմակերպությունում, այդ կազմակերպությունում շփվելով տարբեր տեղեկատվության հետ, մարկանց հետ, իր կապերն է ստեղծում եւ այլը, իր մոտ ինչ-որ գաղափար է ծնվում եւ կազմակերպությունից դուրս է գալիս, իր գաղափարը փորձում է իրականացնել ինքնուրույն։ Այսինքն, որքան շատ այդպիսի խոշոր կազմակերպություններ Հայաստանում իրենց գործունեությունը ծավալեն եւ մեր աշխատողները այդ միջավայրում զարգանան, կայանան, այնքան ստարտափ հետաքրքիր գաղափարներ մենք կարող ենք ունենալ։ Անշուշտ այս ամենին պետք է նաեւ միացնենք համասարանական կրթությունը, բուհերի գործունեությունը, որը թույլ կտա ել ավելի արդյունավետ դարձնել ստարտափների գործունեությունը։ Մեր իրականության մեջ նաև շատ կարևոր նշանակություն ունի ստարտափների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը։ Նորից կրկնեմ, որ այդ քաղաքականությունը սահմանափակվում է տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված քաղաքականությամբ, մասնավորապես 5 տարի, օրինակ եկամտային հարկի այսպես նվազեցում ենք տալիս մինչև 10%, շահութահարկից ենք ազատում եւ այլն։ Բայց դա խոսքը վերում է IT ոլորտին։ Իսկ բազմաթիվ ստարտափներ կան, որոնք իրենք IT չեն, բայց նորարարական են եւ մասշտաբային են։ Այսինքն մենք պետք է առաջին հերթին մեր օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարենք եւ ավելի ընդլայնենք այդ գործունեության շրջանակը։ Մեր ուսումնասիրության շրջանակում նաեւ մշակել ենք օրենքի նախագիծ, որը պետք է բարելաver ինովացիաների մասին օրենքը, լրացներ ստարտափ հասկացությամբ, պետական ծրագրերով, մեխանիզմերով եւ այլն, եւ այն իրավական հիմքը ստեղծել ստարտափների աջակցության համար։
Նաև նշեմ, որ պետական ծրագրերը ևս մեր ուսումնասիրության ուշադրության ներքո են գտնվել։ Մենք ուսումնասիրել ենք մի շարք պետական ծրագրեր, որոնք իրականացվում են վերջին տարիների ընթացքում եւ որոնք կոչված են զարգացնել ստարտափ ոլորտը։ Օրինակ գաղափարից բիզնես ծրագիրն ենք ուսումնասիրել պետական, հատկանշական է, որ վերջին տարիներին այս ծրագիրը բավականին պասիվացել է։ Այս ծրագրի շրջանակում դուք կարող եք կամ ստարտափի գաղափար ունեցողները կարող են մինչև 5 միլիոն դրամ դրամաշնորհ ստանալ պետությունից իրենց գործունեությունը սկսելու կամ իրենց պրոդուկտը ձևավորելու, շուկա մտնելու համար։ Բայց այդ 5 միլիոն դրամը բավականին փոքր գումար է։ Դա ըստ էության կարող ենք ասել սկզբնական գաղափարի ձևավորման ուղղված։ Պետությունը տալիս է այդ 5 միլիոնը, իրենք սկսում են գաղափարը, բայց հետագայում որևէ ծրագիր չկա պետական, որը թույլ կտա այդ գաղափարը զարգացնել։ Ստացվում է այդ 5 միլիոնը տվեցինք հետաքրքիր գաղափարի համար, հետագայում չենք էլ մտածում այս կազմակերպությունը ինչպես է իր գործունեությունը ծավալելու։ Եվ այդպես է ստացվում է։ Մենք մի քանի այսպես կազմակերպությունների հետքերով գնացինք, տեսանք, որ այդ 5 միլիոնը ստանալուց հետո նրանք հիմնականում իրենց գործունեությունը դադարեցրել են։ Այսինքն մենք չունենք երկրորդ, երրորդ этаպով պետական աջակցության ծրագրեր, որոնք թույլ կտան այսպես փուլ առ փուլ զարգացնել ստարտափները։ Պետական ծրագրերի արդյունավետությունը շատ կարևոր է եւ մենք պետք է պարբերաբար վերանայենք եւ ստարտափների զարգացման այսպես փուլային մոտեցումներ ունենանք մեր ծրագրում։ Մենք ուսումնասիրել ենք նաեւ միջազգային փորձը, տարբեր երկրների եվրոպական, ամերիկյան, ասիական, նաեւ Իսրայելի փորձն ենք ուսումնասիրել, որտեղ պետությունը տարբեր վենչուրային հիմնադրամների հետ համատեղ ֆինանսավորում է ստարտափ ծրագրերը։ Գոյություն ունի պետական հարթակ, որտեղ գրանցված են ստարտափները, վենչուրային հիմնադրամները, տարբեր աջակցության ծրագրերը, այսինքն մեկ տեղեկատվական հարթակից կարող ենք ստանալ ամբողջական տեղեկատվություն ամբողջ ստարտափ համակարգի համար։ Ժամանակակից ստարտափը արագ զարգացող այսպես ոլորտներից մեկն է եւ այստեղ բավականին մեծ է նորարարականությունը։ Դրա համար մենք պետք է ավելի արագ գործենք եւ փորձենք մեր հետաքրքիր մոտեցումներով, հետաքրքիր գաղափարներով մուտք գործել համաշխարհային շուկա։ Դա բավականին դժվար է, քանի որ դա կախված է ոչ միայն տեխնոլոգիաների, տեխնիկայի հետ, այլ նաեւ մարքեթինգի հետ։ Եվ այս առումով նաև բավական լուրջ մարքեթինգային ծախսեր պետք է արվեն, բրենդի ձևավորման հարց պետք է արվի, ցանցը ստեղծվի համաշխարհային։ Մենք ունենք այդ ցանցը, իդեմս մեր Սփյուռքի այդ ցանցը պետք է կարողանանք օգտագործենք, որը թույլ կտա ստարտափներին, հայկական ստարտափներին հանել միջազգային հարթակներ, նրանց բաժնետոմսերը հասանելի դարձնել տարբեր միջազգային բորսաներում եւ նաև մեր ստարտափների մեջ ներդրողներ ունենանք դրսից եւ տարբեր միջազգային կազմակերպություններից, ինստիտուտներից։ Ամփոփելով խոսքը նշեմ, որ ստարտափ էկոհամակարգը Հայաստանում դեռ կայացման փուլում է եւ մենք պետք է մեծ ջանք գործադրենք այս էկոհամակարգը զարգացնելու համար, սկսած կրթությունից, աքսելերատոր ինկուբացիոն ծրագրերից, վենչուրային հիմնադրամների գործունեությունից, այսինքն սա ամբողջական էկոհամակարգ է, որի յուրաքանչյուր բաղադրիչ պետք է կայանա արդյունավետ գործի։ Եթե այս կամ այն բաղադրիչը չենք ունենում, մենք ամբողջությամբ փլուզում ենք այս համակարգը։ Սրա համար մեզ անհրաժեշտ է համակարգված աշխատանք ունենալ երկարաժամկետ զարգացման հայեցակարգ եւ դրա իրականացման ծրագիր։